Բարև բոլորին, այսօրվա հանդիպմանը կշարունակենք գրաֆիկների թեման, նախորդ հանդիպմանը զրուցել էինք գրաֆիկների միջոցով պարամետրական հավասարումներ լուծելու մասին, այս հանդիպմանը կփորձենք մի քիչ դժվար տեսք ունեցող ֆունկցիաների գրաֆիկներ գծել, որ իրականում այդքան էլ դժվար չեն, մի քիչ կփորձենք նաև վերհիշել գրաֆիկների ձևափոխությունները ոնց են լինում, պարամետրի օրինակ fx-ից մոդուլ x կամ f մոդուլ x ձևի անցումները դրանք կվերհիշենք ու սկսենք այս առաջի ֆունկցիայից գրաֆիկը գծելու համար եկեք նախ ձևափոխենք արտահայտությունը մի քիչ փորձենք ավելի բարձ տեսքի բերենք համարիչը քառակուսային եռանդամ է, որը կարանք վերլուծենք արտադրիչների իր լուծումներն են x-ը հավասար է 1-ը ու 3-ը Այսինքն ինքը x-1 անգամ x-3 արտահայտությունն է, իսկ հայտարարը 3 անգամ 3 - x-ն է։ Այստեղից տեսնում ենք, որ կարանք համարիչն ու հայտարարը համարիչում ու հայտարարում նույն արտադրիչը կան հակառակ նշաններով, կարանք իրանց կրճատենք, բայց սահմանափակում ավելացնելով, որ x-ը հավասար չի 3, ավելի ճիշտ ոչ թե այդ սահմանափակումը ավելացնում ենք, այլ եթե սրանք ուղղակի կրճատեինք, այդ սահմանափակումը հայտարարից կվերանար, դրա համար պետք է հիմա որպես լրացուցիչ պայման ավելացնենք դա, որ x-ը հավասար չէ 3-ի, որից հետո նոր կարանք այս կրճատումը անենք։ Կստացվի 1 - x բաժանած 3, այսինքն 1-ից հանած x երորդ։ Ու 1-ից հանած x երորդի գրաֆիկը 1/3-ից ներողություն 1/3-ից Դա հանած կրճատումից գրաֆիկի մեջ ձևափոխություն չի լինում։ Չէ, քանի որ մենք գծում ենք այս արտահայտության գրաֆիկը, արտահայտությունը ոնց ուզենք կարանք ի սկզբանե ձևափոխենք, հետո նոր գծենք մեզ արդեն հարմար տեսքով գրվածի գրաֆիկը, քանի որ այս սկզբնական արտահայտությունը ու վերջնական արտահայտությունը լրիվ նույնն են, իրար համարժեք են, չէ՞։ Այսինքն նույնությունն է, էլի, իրանց մեջ հավասարությունը, դեպքում գրաֆիկի մեջ ոչ մի փոփոխություն չի լինելու, բայց մենք ձևափոխեցինք, որ մեր համար տեսքը ավելի հարմար լինի ու գծելը ավելի հեշտ լինի, էլի։ Ու քայլերը եկեք սան ձևափոխություններով անենք, y-ը հավասար է x-ից կանցնենք x երորդին ու կանցնենք մինուս x երորդին ու 1/3-ից հանած x երորդին։ Y-ը հավասար է x-ի գրաֆիկը սա է, երբ որ բաժանում ենք 3-ի կլինի սա, հետո նշանը փոխելուց y-ների առանցքի նկատմամբ շրջվելու է, չէ՞ ինքը։ Այսինքն x-ի փոխարեն որ մինուս x-ը դառնում մինուս x-ի փոխարեն x, այդ դեպքում գրաֆիկը սենց շրջվում է y-ների առանցքի նկատմամբ։ Ու վերջում էլ 1/3-ով պետք է բարձրացնենք վերև։ Այստեղ եթե 0,0-ն է, սա մինուս 3, 1, պետք է այս կետով անցնի, մինչև բարձրացնելը։ Ու բարձրացնելուց հետո արդեն փոխով տեղից ու բարձրացնելուց հետո անցնելու է 1/3 կետով, այսինքն այս գիծը ուղղակի պետք է վերև բարձրացնենք զուգահեռ մինչև անցնի 1/3-ով։ Ու այստեղ գրաֆիկի վրա պետք է նաև այս պայմանը ցույց տանք, որ x-ը հավասար չէ 3-ի։ Այդ սովորաբար գրաֆիկի վրա ուղղակի x-ը հավասար է 3 կետը, սենց կարմիր բաց օղակի մեջ ենք վերցնում, քանի որ այստեղ կարող եմ նաև կարմիրով անեմ, կարմիրով ավելի լավ է երևում։ Այսինքն այս դժվար տեսքի արտահայտությունը ձևափոխում ստանում ենք մեր համար պարզ տեսքի արտահայտություն, ու քանի որ սրանց մեջ հավասարությունը նույնություն է, ուրեմն գրաֆիկն էլ այս երկու արտահայտությունների համար նույն գրաֆիկն է։ Կարող ենք ասել, որ ինքը x-ը հավասար է 3 կետում գոյություն չունի կամ խզվում է։
Հա, որոշված չի։ Գրաֆիկի արժեքը որոշված չի, քանի որ սկզբնական արտահայտության մեջ հայտարարում գրված էր հայտարարը կլիներ 0, հիմա մեր վերջնական արտահայտության մեջ տենց բան չկա, բայց այդ պայմանը լրացուցիչ ավելացրել ենք, որ այդ կետում ինքը որոշված չի։ Ուրեմն նախազման կետ այդ նաև։ Ինչ որ հարցեր կան, ասելիքներ այս խնդրի հետ կապված։ Չէ, շնորհակալություն։ Արեգ ջան, ներող մի հարց տամ էլի։ Հա, Այնտեղ ասեք։ մենք գրաֆիկի վրա նշեցինք այդ ոչ թե մենք ասում էինք, որ x-ը հավասար չէ 3-ի, բայց դուք գրաֆիկի վրա այդ կարմիր օղակն արեցիք։ Այսինքն ընդհանրապես ցույց տվեցինք, որ այդ 3 կետից իջնելու է այ այդտեղ գոյություն չի ունենալու։ Հա, ինքը ոնց որ այս արտահայտությունը իրականում համարժեք է, սենց համակարգով որ գրենք, այս արտահայտությանը x-ը հավասար չէ 3 կետերում, այսինքն այս որ ասում էի սրանք լրիվ նույնն են, իրականում այդ մի քիչ այդքան էլ տենց չի, այս պայմանը ավելացրած լրիվ նույնն են իրանք, որպես ֆունկցիայի ոչ գրաֆիկական տեսքի մեջ ընդհանրապես գրում ենք x-ը հավասար չէ 3, իսկ գրաֆիկի մեջ այդ x-ի հավասարը 3-ը նշում ենք որպես խզման կետ, այսինքն այս կետում ինքը գոյություն չունի։ Շնորհակալ եմ, ապրես շուտ։ Այս մեկն էլ տեսքով մի քիչ ավելի վախենալու է, բայց ելի որ ձևափոխենք, ահագին նորմալ տեսքի բան պետք է որ ստանանք, որովհետև ելի երևում է, որ ահագին կրճատվող բաներ կան, էլի, սեղ ընդհանուր հայտարարի բերենք, պետք է որ վերջում sense կրճատվեն, ու բնականաբար այն սահմանափակումները կավելացնենք, որ x-ը հավասար չէ 0-ի ու x-ը հավասար չէ -1-ի։ Հələ որ ձևափոխենք, այստեղ համարիչը 1x-րդ գումարած 1-ը բաժանած x + 1 հայտարարում իրա լինում է x անգամ x + 1, համարիչում x գումարած 1 գումարած x, հայտարարում էլ իրա հայտարարը x անգամ x գումարած 1, համարիչի x գումարած 1-ից հանած x։ Այստեղ տեսնում ենք, որ 2x + 1 բաժանած x անգամ x գումարած 1 հարաբերած 1-ը բաժանած x անգամ x գումարած 1, ու սա կարանք գրենք հավասար է, սրանք կրճատենք, երկուսի հայտարարները իրար հետ, լինի 2x գումարած 1-ի 1 ֆունկցիան, այն պայմանով, որ x-ը հավասար չէ 0-ի ու x-ը հավասար չէ -1-ի։ Դերա գրաֆիկն էլ ահագին բարձ գրաֆիկ է, y-ը հավասար է 2x-ը մոտավոր այսպես, ու +1 1-ով բարձրացնում ենք վերև, ու գրաֆիկի վրա նորից նշում ենք, որ x-ը 0 կետում, այսինքն այստեղ մեկ էլ x-ը -1 կետում որոշված չի, բայց քանի որ այստեղ 2x-էր -1-ը պետքա մի հատ հասկանանք որն է, այս հատման կետի կոորդինատը -1/2-ն է, այսինքն -1-ը իրանից ավելի ձախ է լինելու, ստեղ է լինելու, ուրեմն այս կետում նույնպես որոշված չի։ Եղավ 2x գումարած 1-ի գրաֆիկը հանած այս երկու կետերը։ Իրա որոշման տիրույթն էլ որ գրենք df-ը կարանք գրենք r-ից հանած 0 ու -1 կետերը։ Իրա արժեքների բազմությունն էլ կարանք հաշվենք, լինելու է r-ից հանած, ինքը բոլոր արժեքները կընդուներ, չէ, y-ների վրա, յուրաքանչյուր արժեքը կլիներ, հիմա չի ընդունի մենակ այս երկու կետերի ֆունկցիայի արժեքները, այսինքն r-ից հանած f0 ու f-1, որը r-ից հանած f0-ում արժեքը 1 է, r-ից հանած 1, իսկ -1-ում արժեքը -1 է։
Ոյ 10 հոգի ավելացել է, չէի տեսել, իրանց էլ ընդունեմ։ Անցնենք հաջորդին։ Մի հատ էլ մոդուլով ֆունկցիայի գրաֆիկ գծենք։ Ոնց որ, եթե չեմ սխալվում, մոդուլով ֆունկցիայի գրաֆիկ նախորդ հանդիպմանը քննարկել էինք տարբեր տեսակի։ Հիմա ստեղ այս գրաֆիկը գծելու համար մի հատ վերհիշենք, որ թե ոնց է կատարվում fx-ի գրաֆիկից ձևափոխությունը f մոդուլ x-ի, այո, մոդուլ fx-ի։ Մեր մոտ ամբողջ արտահայտությունը վերցրած է մոդուլի մեջ։ Եթե ունենք ցանկացած տիպի գրաֆիկ, ինչ է նշանակում, որ իր ամբողջ արժեքը վերցնում ենք մոդուլի մեջ, նշանակում է ինչը դրական է, այսինքն x-երի առանցքից վերև է, ինքը չի փոխվում, նույն ձևով մնալու է։ Իսկ ինչը x-երի առանցքից ներքև է գտնվում, նույն արժեքն է, նույն բացարձակ արժեքն է լինելու, բայց արդեն բացասական նշանի փոխարեն ունենալու է դրական նշան։ Այսինքն այս տակի մասը, օրինակ այսքանը ջնջվելու է, իր փոխարեն իր համաչափն է լինելու x-երի առանցքի նկատմամբ։ Ցանկացած կետի համար իր բացարձակ արժեքը մնաց նույնը, նույն x-ի դեպքում էլի։ Բացարձակ արժեքը մնաց նույնը, բայց փոխվեց իր նշանը, մինուսից դառավ պլյուս։ Ու այս մի կողմն էլ այսքանը կջնջվի, փոխարենը այսպես կկառուցվի։ Այս տրամաբանության համաձայն, որպեսզի գծենք այս ֆունկցիայի գրաֆիկը, մեզ ընդհանրապես պետք է գծել իր մեջի ֆունկցիայի գրաֆիկը ու դրանից հետո համաչափություն անել x-երի առանցքի նկատմամբ։ Այսինքն այս անցումը fx-ից f մոդուլ fx կարանք գրենք, որ բացասական մասերը բացասական մասերում համաչափն ենք վերցնում x-երի նկատմամբ։ Ուրեմն պետք է գծել x քառակուսի մինուս x մինուս 6-ի գրաֆիկը։ X քառակուսի մինուս x մինուս 6-ի արմատները, որոնք են x-ը հավասար է իրանց արտադրյալը պետք է լինի մինուս 6, գումարը պետք է լինի 1, այսինքն մինուս 2 ու 3 կետերն են, չէ՞։ Վիետի թեորեմի համաձայն էլի, լուծումները գտնելու համար իրանց արտադրյալը մինուս 6, գումարը 1, ուրեմն x-ը հավասար է 2, մինուս 2 ու x-ը հավասար է 3, այս երկու կետերն են։ Այսինքն մեր fx-ը հավասար է x գումարած 2 անգամ x հանած 3, իր գրաֆիկն էլ x-երի առանցքին հատելու է մինուս 2 ու 3 կետերում, իր մինիմալ արժեքը, հələ որ առանց մոդուլին ենք էլի նայում, մինիմալ արժեքը x-ը հավասար է 0.5 կետում է ընդունում, չէ՞, այսինքն այս հատվածի միջնակետն է, իր էքստրեմումի կետը։ Սենց մի բան։ Ու այդ կետում իր արժեքը կարանք հաշվենք, գրենք f մինուս 0.5-ը հավասար է 0.5-ում f-ի արժեքը մինուս 6.25։
Այս պատրվար եղավ մինուս 6.25 Հետ էլ գրաֆիկի վրա նշենք այդ արժեքը, որովհետև երբ որ հետո համաչափ ծալելու ենք, պետք է ամեն դեպքում այս կետը իմանանք էլի, որ ինչ արժեք ունի մինուս 6.25 Սրանից հետո մոդուլ fx-ը կառուցելու համար այս դրական մասերը լրիվ նույն ձև մնում են, բացասական այսքան մասը պետք է փոխարինենք իր համաչափ դրականով ու 6.25 կետն է հիմա էլ լինելու բանը որ օրինակ պետք լինի լուծել երկու ֆունկցիա տրված լինի, մի հատ էլ gx լինի, որ հավասար է ենթադրենք ինչ-որ ax plus b, ասի գտեք թե այս ֆունկցիաները քանի կետում են հատվում, արդեն պետք է հասկանանք այդ մեր մյուս ֆունկցիան ինչ թեքությամբ է, այսինքն ինչ անկյունային գործակից ունի ու ինչքան վերև ներքև է, դրա կարա ոչ մի կետում չհատի, այս ներքևի մասը կարմիրով ջնջած է, էլի։ Կարա հատի օրինակ սենց մի կետում, երկու կետում, 3 կետում, 4 կետում, հետո ստեղ որ բարձրանա նորից կգա 3 կետ ինչ-որ պահի, հետո ինչ-որ պահից սկսած միշտ 2 կետում կհատի։ Բայց իր թեկությունից կախված բնականաբար կարող է օրինակ մի կետում հատել, եթե y-ների առանցքին ուղղահայաց լինի, այսինքն x-երին զուգահեռ, այդ դեպքում մի կետում երբեք չի հատի։ Կգա ինչ-որ պահ 2 կետ կհատի, հետո 4, հետո 3, հետո 2։ Այսինքն լուծումների քանակը բնականաբար պետք է կոնկրետ a-ից ու b-ից կախված էլի հասկանանք, բայց ընդհանուր դեպքում լուծման գաղափարը այդ կլինի, որ այս երկու գրաֆիկների փոխադարձ դիրքերը նայենք ու ինչ որ եզրային դեպքեր բնականաբար եզրային դեպքերի համար առանձին հավասարումը կկազմենք կլուծենք էլի օրինակ այս ձև 3 լուծում ստանալու համար պետք է նենց լինի մեր a-ն ու b-ն, որ f(g) 0.5-ը հավասար լինի 6.25 Չէ, սխալ եմ ասում։ Իրականում պետք է շոշափիչ է բանին։ Այս սենց կլիներ, եթե զուգահեռ լիներ հակառակ իրավիճակի համար։ Բայց այս դեպքում էլ բարձր է, էլի, ուղղակի ինքը y հավասար է 6.25-ն է, իսկ եթե մեր գրաֆիկը այսպիսի թեկություն ունի, ինքը այս ամենավերևի կետում չի, որ մի կետում է հատելու, այլ ինչ-որ կետում շոշափելու է, այդտեղ արդեն մի քիչ էլ ացանցալով պետք է հաշվել, թե շոշափման կետը որն է ու գտնել համապատասխան a-ն ու b-ն, էլի, օրինակ։ Բայց հələ որ մենակ գրաֆիկները անենք, պարամետրական տենց մի քիչ ացանցալով հատկապես բաներին, մի քանի հանդիպում հետո մանրամասն անդրադառնալու ենք։ Նա շարունակենք գրաֆիկ գծելը։ Ստեղ էլ մեր մոտ արդեն fx-ից անցումն է f մոդուլ x-ի։ Չնայած ստեղ մոդուլը մենակ էս x-ի մոտ է դրված, ստեղ դրված չի, բայց քանի որ քառակուսի է, կարանք համարենք, որ ստեղ էլ է մոդուլ դրված։ Այսինքն գծենք մի հատ նորից նույն վերևի գրաֆիկն է, fx-ը հավասար է x քառակուսի հանած x հանած 6-ի գրաֆիկը, ու հետո ստեղից անցում կատարենք f մոդուլ x-ին։ Դրա համար մի հատ վերհիշենք ինչ էր լինում, երբ որ fx-ից f մոդուլ x ենք անցում անում։ Եթե նորից այսպիսի պատահական գրաֆիկ ունենք, մեզ հետաքրքրում է արդեն իր դրական արժեքների համար, դրական x-երի համար ֆունկցիայի արժեքները, քանի որ f մոդուլ x-ը միշտ դրական է, չէ՞, ստացվում։ Փաստորեն մենք արգումենտը միշտ դրական թվեր ենք տալու։ Եթե x-ի փոխարեն գրենք -3, ինքը փաստացի պետք է ընդունի այն նույն արժեքը, ինչ 3-ում է ընդունում x-ը։
-1 դրեցինք, պետք է ընդունի նույն 1-ի արժեքը։ Այսինքն այս բացասական մասը մեզ արդեն ընդհանրապես չի հետաքրքրելու։ Ինքը բան չի, կապ չունի մեր գրաֆիկի հետ, ջնջվում է։ Փոխարենը այս ինչը որ դրականում էր, նույնը համաչափ կերպով y-ների առանցքի նկատմամբ արդեն դառնալու է y-ների առանցքից ձախ կողմում։ Սենց մի բան, մոտավոր։ Այսինքն, երբ որ անում ենք համաչափ fx-ից f մոդուլ x, այս դեպքում էլ արդեն կառուցում ենք համաչափը y-ների առանցքի նկատմամբ։ Այսինքն, որ ընդհանրացնելու լինենք f-ից մոդուլ fx եւ f-ից f մոդուլ x տարբերությունը մի հատ արագ որ ասենք, կասենք, որ f-ից մոդուլ fx անցնելու համար մենք բացասական մենք իր բացասական արժեքների ինչ կա ջնջում ենք, փոխարենը դրանց համաչափն ենք վերցնում։ Այսինքն այն ինչ ֆունկցիայի ընդհանուր արժեքը ստեղ արդեն միշտ դրական է, չէ՞ լինում, քանի որ մոդուլ fx-ը, ուրեմն ինքը պետք է միշտ լինի x-երի առանցքից վերև, ինչը ներքև է ծալում ենք դեպի վերև։ Իսկ fx-ից f մոդուլ x անցման ժամանակ ինչը ֆունկցիայից ձախ է, y-ների առանցքից ձախ է, ջնջում ենք, փոխարենը գծում ենք այս աչի գծվածի համաչափը y-ների նկատմամբ, որովհետև արդեն մինուսով x-երը, ոնց որ x-երի նույն արժեքն են էլի ստանալու, -3-ը նույն 3-ի արժեքը պետք է ստանա, քանի որ մոդուլի մեջ ենք վերցրել։ Այսինքն կարճ ամփոփելով մոդուլ fx-ը համաչափություն ենք անում x-երի առանցքի նկատմամբ, f մոդուլ x-ը համաչափություն ենք անում y-ների առանցքի նկատմամբ։ Ուղղակի տարբերությունն այն է, որ առաջի դեպքում մենք այս արժեքները լրիվ չենք կորցնում, ուղղակի իրանց համաչափն ենք անում, իսկ այս ինֆորմացիան չի կորում էլի ինչ որ իմաստով։ Իսկ ստեղ այս ձախ կողմի ինֆորմացիան գրաֆիկի սկզբնական տեսքի լրիվ կորում է, մեզ հետաքրքիր չի սկզբում ինչ ա եղել գրաֆիկը, այս աջ կողմում ինչ կա, նույնը գնում է ձախ կողմ։ Հարցեր, շնորհակալություն։ Հիմա փաստորեն մենք պետք է գծենք սրա գրաֆիկը, վերցնենք աջ կողմում ինչ կա ու համաչափություն անենք y-ների առանցքի նկատմամբ։ Քանի որ վերևում արդեն գծել էինք, հիմա կարանք արագ նորից գծենք։ -2 ու 3 կետերն են։ Հիմա մեզ պետք է մաքրել այդ բացասական x-երի համար ֆունկցիայի գրաֆիկը, այսքանը ջնջում ենք, ու փոխարենը պետք է գծենք եղածի համաչափը, այսինքն ստեղ մի քիչ կիջնի, հետո նոր կսկսի բարձրանալ։ Մի քիչ վատ գծեցի։ Հիմա ավելի վատ գծեցի։ Մի խոսքով լավ։ Ու արդեն հատման կետն էլ կդառնա -3-ը սրա համաչափ կետը, այսինքն։ Կներեք, իսկ գագաթը 0.625 չէր, հենց առանցքի վրա չէր գտնվում։ Հա, առանցքի վրա չի, դրա համար էլ ստեղ ոնց որ ինքը մի քիչ բարձրանում է, հետո մի հատ էլ նորից իջնում, բարձրանում է, ուղղակի լավ չկարողացա գծեմ այդ մասը։ Ես մի հատ էլ փորձեմ։ Նարեկ ջան, ողջույն։ Մի բան հարցնեմ, հա թեմայից դուրս, ես որ ծրագրով ես գծում։ Անա Ես iPad-ի որ սենց համար հենց գծում ես, ծրագիր է։ հետո ստիրում, էլի գրաֆիկով, ինչ կներես չլսեցի։ Ինքը հենց iPad-ի համար ծրագիր է, ոչ բոլոր օպերացիոն համակարգերի վրա կա, ոնց որ հենց պլանշետի ծրագիր է։ Հա։ Լավ, հասկացա։ Մերսի։ Notes-ը։ Good notes։ Good Չէ, notes։ good notes։ Հա, եղավ, շատ շնորհակալ եմ։ Այսինքն ստեղ իր այդ եզրային կետը էլի եզրային կետը արդեն որ բան նայենք y-ների x-երի առանցքին զուգահեռ ուղիղների հետ հատման կետեր նայենք
ինքը երբեք մի լուծում չի ունենա, էլի, այստեղ կգա սկզբնական պահը երկու լուծում կլինի, երկի քանի որ վատ եմ գծել, տենց փորձեմ, կգա սկզբից երկու լուծում կունենա, հետո 4 լուծում կդառնա, հետո 3 լուծում կդառնա, հետո կշարունակի անդադ երկու լուծում ունենալը։ Իսկ եթե էլի թեկուղիղ նայենք, էլի արդեն հատվենցիալ է պետք գալու, որտեվ կախված ինչքան թեք, հա, այստեղ կարա ընդհանրապես շոշափելու դեպքը մեզ չհետաքրքրի, բայց կարող է նենց դեպք լինի, որ շոշափման իրավիճակին գա, այսինքն այստեղ երկու կետում հատի, պլյուս մի հատ էլ այնտեղ շոշափի, էլի։ Ինչ որ բարդոտ իրավիճակ կարա լինի, եթե ճիշտ անկյունային գործակից լինի։ Դեռ 4 կետե կարա լինի, չէ՞, ոնց որ։ Եթե մի քիչ անկյունը սուրան է, հա։ Այսինքն անելու դեպքում կարա ստեղի շոշափման մակարդակից մի քիչ վերև բարձրանա, բայց հələ որ այս կետին չհասնի, այսինքն ստեղ երկու կետ հատի, ստեղ էլ երկու կետ հատի, բարձրանա մի քիչ վերև 3 կետ լինի, այսինքն միացտեղ ու հետո շարունակի երկու կետ լինել։ Ստեղ էլ արդեն x-երի ոչ ամբողջովին մոդուլ x-ը արած, այսինքն պետք է քննարկենք x-երը դրական են, բացասական են, ինչ որ տենց դեպքերով գծենք, տեսնենք ոնց է ստացվում իր գրաֆիկը։ Ստեղ հավանաբար պետք է երկու իրավիճակ նայենք, ոնց որ կարայինք ասենք, որ fx-ից, եթե fx-ը գրենք x անգամ x-4 ու եթե փորձենք անցում անենք f մոդուլ x-ին, այդ դեպքում այս առաջին x-ն էլ մոդուլի մեջ կվերցվեր, այսինքն բացասական x-երի համար սխալ կստացվեր, դրա համար պետք է մի հատ բացասական x-երը առանձին քննարկենք, մի հատ դրական x-երը առանձին քննարկենք։ Եթե x-ը մեծ կամ հավասար է 0-ից, այդ դեպքում y-ը մեր ֆունկցիան լինում է x-2-ի քառակուսի այդ դեպքում մեր ֆունկցիան լինում է x-2-ի քառակուսի հանած 4, ճիշտ է։ Իհարկե կարիք չկար այս տեսքով գրելու, իսկ եթե x-ը փոքր է 0-ից, կարանք հենց տենց էլ թողենք x անգամ x-4, այդ երկու տեսքերը առանձին գծենք, եթե սուղակի սենց գրեցի, որ մի հատ էլ քառակուսու գրաֆիկի ձևափոխության մասին էլի խոսենք։ Եթե x-ը մեծ կամ հավասար է 0-ից, այդ դեպքում պետք է գծենք x-2-ի քառակուսին ու 4-ով իջացնենք ներքև, իսկ x-2-ի քառակուսին գծելու համար սկզբից x քառակուսին կգծենք, հետո 2-ով կտանենք դեպի աջ ու 4-ով կիջացնենք ներքև։ Այս մասը լավ, վերցնենք ռայթինը, վերևի մասերը ջնջենք։ Դրական մասը գծեցինք, բացասականը գծելու համար x անգամ x-4 էլի ուրեմն 0-4 կետերն են, չէ, լուծումները։ Այդտեղ -x-4 x-ը մինուս չունի, Արեգ ջան։
Ներողություն, բաղկացի միջի x-ը -4 Ստեղ է լինելու են 0-ն ու -4-ը լուծումները ու գրաֆիկը արդեն այս տեսքն է ունենալու Sense մի բան Այստեղ կարանք ասենք, որ կետային համաչափություն կա արդեն բանի նկատմամբ 0-0 կետի նկատմամբ այստեղ մի քիչ իրականում էս բարձր ավելի 4-ն էլ մի քիչ ավելի անկում պետք է գծեի, որ նման լիներ բանին Sense մոտավոր Մատ նորից քայլերը ոսանցեք Քայլերը Հա Այս դերականի դեպքում արտահայտությունը ձևափոխեցինք, գրեցինք x -2-ի քառակուսի -4, այստեղ էլ կարող ենք գրենք 4-ից հանած x -2-ի քառակուսի։ Երբ որ x -2-ի քառակուսուց հանած 4-ի գրաֆիկն ենք կառուցում, սկզբից կառուցում ենք x-ի գրաֆիկը, x քառակուսու գրաֆիկը։ fx-ից fx-ը հավասար x քառակուսի սկզբից, հետո fx-ից անցում ենք անում fx -2, դրա համար գրաֆիկը 2-ով ավելի աճ ենք տանում, որովհետև 2-ով ավելի մեծ արժեքների դեպքում է, չէ՞, նախորդին արժեքները ընդունում։ Այսինքն, եթե ուզում ենք ստեղի 0 արժեքը ընդունի, պետք է մենք x-ը 2 տնենք, եթե ուզում ենք ստեղի 10-ի արժեքը ընդունի, պետք է 12 տնենք, այսինքն 2-ով պետք է աճ գնանք։ Դրանից հետո, քանի որ մի հատ էլ անցում ենք անում fx -2 հանած 4, շնակում է յուրաքանչյուր արժեքը 4-ով փոքրացնում ենք, այսինքն այս սկզբնական գրաֆիկը պետք է 4-ով իջացնենք ներքև, ու այդ իջացնելու արդյունքում 0-0-ով է անցնելու։ Հա, քառակուսի։ 0-0-ով անցնելն էլ գրաֆիկի բանաձևի այս տեսքից ավելի լավ է երևում, էլի, որ մի լուծումը 0-ն է, մյուս լուծումը 4-ն է։ Իջացնելու արդյունքում սա 0-0-ով ու 0-4-ով է անցնելու։ Ու քանի որ ստեղ իր հակադիրն է, ուրեմն կարանք ասենք կետային համաչափություն է լինում 0-0-ի նկատմամբ։ Ինքը կենտ ֆունկցիա է էլի դառնում։ Դա մեր շարունակությունն էլ համաչափ ձևով սենց սերուն գծվում է։ Անցնենք առաջ։ Ես էլ անենք։ Այսօր մի քիչ կարճոտ կլինի, այսինքն վերջի ֆունկցիան է նախատեսած, ես էլ անենք ու ավարտենք։ Էլի սկզբից վախենալու տեսք ունի, բայց պետք է ձևափոխենք, այդ վախենալու տեսքից ազատվենք։ Ուրեմն համարիչը, որ վերլուծենք արտադրիչների x + 1 անգամ x - 6 է լինելու։ Որտեղ լուծումների արտադրյալը -6 է, լուծումների գումարը -5 է։ Իսկ հայտարարը Գումարը 5։ Գումարը 5 Հա, գումարը Նշանը սխալ է, եթե գումարը 5։ Ահա, չէ, գումարը 5, ճիշտ է։ Լուծումների x-ը 6-ն են ու x-ը -1 է։ Հա, ճիշտ է, հա։ Իսկ հայտարարը լուծումների արտադրյալը 12, գումարը -8, -2 -6 -2 -6
-2 -6, ահա, ճիշտ է։ Բայց քանի որ այստեղ քառակուսին մինուսով է, կլինի Ճիշտ չի -2, -6, տարբեր պիտի լինեն նշանները, թե չէ։ Հա, չէ, ճիշտ է, այնտեղ ավակ անդամի գործակիցն էլ է բացական, հա։ ավակ անդամը մեջտեղն է, տեղերով ոգի թարց է գրած, տենց առաջի հասկից շփոթացնում է։ Սենց է չէ լինում։ Պարոն Մկրտումյան, Այո։ համարիչում պետքա չլինի x-1, x + 6։ Չէ, փակագծերը բացեք, ճիշտ կլինի։ Որ փակագծերը բացենք, +1 անգամ -6-ը -6-ը կստացվի, x քառակուսին ստացվում է, մեկ էլ -6x + x, այսինքն -5x է լինում։ Հայտարարում մինուս պիտի ավելանա, չէ։ Հա, հայտարարը թարց գրեցի, այստեղ Հայտարարում x + 6-ը։ -6։ Այսինքն դիետով չի լինում համարիչում։ Լինում է։ Արմատների գումարը ասում ենք, որ արմատները սրանք չեն, էլի, արմատը այն թիվն է, որ սա 0 է, այսինքն սրա հակադիրն է արմատը։ Մի արմատը ուրեմն -1-ն է ստացվում, մյուսը +6-ը։ Լավ, ես պետք է ուղղակի բացենք փակագծերը, մի արտահայտություն կլինի։ Հա, համոզվելու, չէ, ուղղակի որ վիետը չի Նարեկ խախտում, ջան, հայտարարում 6-ը պլյուսով չի։ Չէ։ 6-ը պլյուսով, Չէ։ Չէ, պլյուսով չի։ Այդպես է, ճիշտ է -x քառակուսի -12 ու +6x + 2x, նորմալ է, սենց ճիշտ է ստացվում։ Լուծումներից մեկը x-ը հավասար է 6-ն է, մյուսը x-ը հավասար է -2-ը։ Արտածյալը -12, գումարը -8։ Հա, x-ը հավասար է 2, x-ը հավասար է 6-ն է, հա, մինուսը միտեղ պատահաբար ավելացրի։ Լուծումներից մեկը x-ը 2-ն է, մյուսը x-ը 6-ը։ Իրենց գումարը 8 է։ Չէ։ Բան թարսում ասում։ Ճիշտ է գրված։ Ճիշտ է, Ճիշտ է գրված, նորմալ։ Այդ խառնվեք նորմալ է։ Հա, չէ, ներողություն, ավակ անդամի գործակից էլի մոռացա, որ բացասական է։ Ուրեմն լուծումների արտադրյալը պետքա դրականով լինի, այսինքն ամեն ինչ նորմալ է ստացվում, էլի։ Եկեք ուղղակի փակագիծ բացելով վիետը խառնում եք, շփոթացնում ո։ Բայց օգտակար է մեկ-մեկ շփոթվել, հետո հասկանալ, որ ամեն ինչ աշխատում է, էլի։ Այսինքն վիետը մեկ-մեկ դժվար գործիք է, բայց մեկ-մեկ էլ օգտակար է ու պետքա ինչ-որ խառը իրավիճակներում ամեն դեպքում փորձենք տակից դուրս գանք, որ պետք է լինի -2 -6, որ գումարը դառնա -8։ Դե -2 անգամ -6, որ 12 լինի։ -8-ի հակառակ նշանն էլ +8-ն է, էլի։ Միտեղ x-ը մինուսով ենք գրել, միտեղ x-ը պլյուսով, այդ ձևով որ փակագծերը բացում ենք, ամեն ինչ դզվում է, էլի, այստեղ -6-ը բազմապատկում ենք -x-ով, տալիս է +6x, հետո x-ը 2-ով +2x, այսինքն +8x է դառնում։ Ազատ անդամը 2 անգամ -6 -12, իսկ ավակ անդամն էլ -x քառակուսի։ Պարոն Մկրտումյան, իսկ հեշտ չէր լինի, որ այսքան խառնաշփոթ չլինելու համար մինուսը մի հատ դուրս բերեինք, վերլուծենք, հետո մինուսը մի փակագծի վրա ազդեցնեինք։ Տենց էլ կլիներ։ Լավ։ Տարբեր ձևերով կլինի, ամեն դեպքում ինձ թվում է օգտակար է, էլի, ոնց որ тяжело в учебе, легко в бою, տենց որ ինչ-որ դժվար խառը իրավիճակների տակից ամեն դեպքում կարում ենք հասկանանք ոնց է ամեն ինչ դզվում, հետո մյուս ավելի հեշտ իրավիճակները ավելի լավ է, էլի ստացվում։ Բայց լավ, ամեն դեպքում ստենց ստացանք, ուրեմն հիմա կարանք արդեն կրճատենք այն պայմանը ավելացնելով, որ x-ը 6 չի, ուրեմն սա գրենք հավասար է x + 1 բաժանած 2 - x ուստեղ միտեղ ավելացնենք, որ x-ը հավասար չէ 6-ի։
Սա էլ քանի որ կարանք ձևափոխենք ազատվենք բանից ոնց որ համարիչը երկու մասի բաժանենք գրենք 2 մինուս x ոնց գրենք որ ավելի հարմար լինի Բաժանենք իրար վրա սյունակաձև Հայտարարի մի հատ մինուս հանենք բան կոտորակին x մինուս 2 կդառնա համարիչ հետ էլ ձևափոխություն կանենք Փաստորեն իմ այս ծրագիրը կարողանում է sense բաները ինքնուրույն լուծի Լուծեց որ բաժանում ենք տենց ստացվում է -1 ու հանած ինչ որ բան հիմա սրա գրաֆիկը գծելը ավելի հեշտ է որովհետև Ինչի վրա բաժանեցիք Ինչա Ինչի վրա բաժանեցիք Ստե ուղղակի այս համարիչը հայտարարի վրա բաժանեցինք մինուսը ընդհանուր է դուրս եկել ստացվում է -1-ից հանած այս մնացած մասը որ բաժանենք 3-ը բաժանած x-2 էլի Այսինքն սենց կարանք ասենք գրածա -x + 1-ը բաժանած x-2 սա էլ ձևափոխած է -x - 2 + 3-ը բաժանած x-2 -1 + 3-ը բաժանած x-2 Բայց այնտեղ ունենք մինուս կոտորակի դիմաց կոտորակի առջևի մինուսը Մա այս տեսքով գրաֆիկը գծելը արդեն ավելի հեշտ է որովհետև կարանք ձևափոխությունները անելը սկսենք y-ը հավասար է 1x-րդ ֆունկցիայից ու տեսնենք թե ինչ կոտորակի առջևի մինուսը պիտի լիներ մինուս թե պլյուս պիտի լիներ մինուս է այստեղ գործողությունը կատարեցինք ստացվեց պլյուս Այստեղ սխալ էի գրել, որտեղ այս մինուսը ամբողջին է վերաբերվում, երկու մասով ենք դիտարկում, մի հատ սա -1, մի հատ սա -3։ Ես էլի սկզբում սխալ գրել։ Նոր սկսենք fx-ը հավասար է 1x-րդի գրաֆիկից։ Հետո անցում անենք f 3x-րդ համարիչի 3-ը Հետո անցում անենք f 3-ը բաժանած x պլյուս այստեղ ներողություն 3x, քանի որ fx-ը 1x-րդն է, այստեղ 3x հետո 3 անգամ x-2 է լինում հետո մինուս ենք դիմացը դնելու ու այս 1 ավելացնենք 1x-րդից Դեդով սիրուն չի լինում, բայց էական չի շատ 1x-րդից, որ 3 անգամ որ բացմբատկում ենք 3-ով ավելի արագ է չէ լինելու աճը այսինքն մի քիչ ավելի սենց ձգվելու է չնայած իմ գծածով ընդհանրապես 1x-րդի նման էլ չի Այսինքն շատ էական չի, հետո երկուսով երբ որ տեղափոխում ենք աճ, այսինքն x-ից x-2 ենք անցում անում, գրաֆիկը երկուսով գնում է աճ Էլի կախեցի մոտ ինչ-որ Բայց կոտորակի առաջ մինուս կա երկրորդ, չորրորդ քառորդներում չպիտի լինի։ Հա, վերջում ստեղից հետո մի հատ Երկրորդ եւ չորրորդ քառորդում մինուսովը -3x-րդը չեն գծում, երկու հատ աճ ստանում, հետո իջեցնում։ Ահա, երկու միավոր աճ, մեկ միավոր ներքև։ Այո։ Քայլերի -1-ը որ տեղափոխենք աճ կողմից գրենք, ակնհայտ երևում է։ -3x-րդը գծենք, երկու հատ տանենք աճ, մի հատ իջեցնենք։ Հա, կարանք հերթականությունը ուղղակի ուրիշ ձև անենք, էլի, տանենք աճ, 3x-րդը տանենք աճ, հետո մինուս անենք, այսինքն մինուս անելը ինչ է փոխում, ինչը որ մինուս էր կդառնա պլյուս, ինչը պլյուս էր կդառնա մինուս։ Ու այդ
մինուսի քայլը Հա, ուղղակի էական չի, գծում էլի եք ոնց որ համաչափ տեղափոխում, հա։ այս Տենց ավելի մինուսի քայլը դժվար է ոնց որ։ ամեն դեպքում էական տարբերություն չկա այս մինուսի ձևափոխությունը, որ Ոնց որ քայլին մեկ կանենք, քայլ ոնց որովհետև որ ավել է արվում էլի, իսկ սենց մենք սովորենք, որ -3x-ը գծենք, երկու հատ աջ տանենք, մի հատ իջեցնենք։ հա, այսինքն ձեր ասածով զուտ բանա, որ մինուս Հա, -1-ը տանենք աջ 1x-ը կողմից։ Հա, հա, այսինքն 1x-ից -1x անցումը չենք անում, ոչ թե չենք անում, այլ մտովի ենք անում, բայց այն տարբերություն չկա էլի, որ քայլին կանենք այդ անցումը, սկզբից ոնց որ 3x-ը գծենք, 3x - 2, հետո նոր մինուսը տանենք, թե ի սկզբանե մինուսը անենք, մեկը արդյունքը նույնն է ստացվելու, ոնց որ գնալու է աջ, ծալվելու է x-երի նկատմամբ, ինչը դրական է դառնա բացական ու հակառակը, ու վերջում մի հատ էլ մեկով իջնի ներքև։ Բայց մոտ կախեց այս մասը, ընդհանրապես բանանել չի լինում, ոչ էլ ջնջել է լինում։ Հիմա բոլորն էլ պատկերացրեցին։ Այս հրա վրա կրանք պատկերացնենք, սա պետք է մի հատ սենց համաչափ լինի, x-երի նկատմամբ բացական դառնա, երկուսով աջ ու մեկով ներքև վերջում։ Կարելի է տեսնելի ծավալարի երկու գրեթե -1 դեպի առանցքների մեջ աշխատում։ Չլսեցի ինչ ասեցիք, կարելի է ինչ անել։ Առանցքների ծավալարի երկու իջի ծավալարի -1։ X ծավալարի երկու առանցք եւ գրեթե -1։ Ոսկ եւ չորրորդ քառորդներում, ահա, այդ ասիմպտոտներ են, էլի։ Եվ x-ը հավասար 6 կետը պիտի հանենք, չէ՞։ Վերջում մնացել է այդ քայլը անենք, որ նշենք, որ 6 կետը որոշման տիրույթից դուրս է։ Այս տեսքի, երբ որ սենց ռացիոնալ արտահայտություն ունենք, միշտ պետք է իրան ձևափոխել, վերել ավելի հեշտ տեսքի, ու ընթացքում, եթե սենց սահմանափակումներ են առաջանում, իրանց մասին չմոռանալ, քանի որ, ասենք, եթե տրված լիներ, փորձենք ի սկզբանե մի անգամից սա կառուցել, շատ բարդ էր լինելու այդ ամեն ինչը ձևափոխություններով, բաներով, բայց բնականաբար այս տեսքերը տրված են հենց այն պատճառով, որ իրար հետ կրճատվեն, մնա ավելի մարդավարի տեսքի ֆունկցիա, որ կարողանանք նորմալ գծել։ Իսկ ինչ հարցեր կարող են լինել, ասենք կառուցեցինք, ինչ հարցի պիտի պատասխանենք։ Օրինակ, եթե տրված է պարամետրական ինչ-որ հավասարում, ասում է գտեք իրա ու jx-ը հավասար է 3x + 7 ֆունկցիաների հատման կետերի քանակը, կամ օրինակ 3x + a տրված լինի, հարցնի a-ի ինչ արժեքի դեպքում տեղի կունենա ինչ-որ պայման, օրինակ կունենա, չգիտեմ, մի լուծում, այս դեպքում էլի ֆունկցիան շարժելուց կարա օրինակ ստեղ լինի ունենա երկու լուծում, կարա ստեղ լինի ունենա մի լուծում, ստեղ լինի ունենա մի լուծում, հետո երկու լուծում, բայց անկյունից կախված կարա եւ Աչա, այս դեպքում անկյունից կախված ոչ մի բան չի կարա հետաքրքիր, աչա կարա երբ որ այսպես լինի, օրինակ եթե բացասական լինի անկյունային գործակիցը, այս դեպքում պարզա, որ մի լուծում չի ունենա, չէ, ինքը երբեք, բացասականի դեպքում հաստատ համ այս վերևի երկրորդ քառորդի բանին հատելու, համ չորրորդին, օրինակ, եթե բացասական անկյունային գործակից ունենանք, մի լուծում չի լինի, բայց ընդհանրապես, երբ որ գրաֆիկ են գծում, տենց լիքը հետազոտելու համար է պետք ընդհանուր։ Որ լուծումների քանակ հաշվելու համար ամենաուժեղ գործիքն է, էլի գրաֆիկը։ Կամ ուղղակի ֆունկցիայի ուղղակի աճը հետազոտելու համար, որ իր վարքը տարբեր տեղերում ոնց է Պարտադիր չի մի հատ էլ ուրիշ ունենանք։
Իսկ ընդհանուր էլ ինչ մեթոդներ կան բաց ձևափոխությունից, այնց ընդհանուր էլի, որ ասենք ոչ թե անդրադառնանք հատիկ-հատիկ։ Այսինքն Չգիտեմ, սենց բարդ դեպքերը, սենց ընդհանուր ինչ մեթոդներ կան։ Ուզում եմ ինչ-որ բան, որ չգիտենք, հետաքրքիր։ Ինչ-որ բան, որ չգիտեք։ Դե երկրորդ կարգի ատենցիալով բանով հասկանում ենք, էդ էլ կարելի է, Ուրիշ ես էլ չգիտեմ։ Ոնց որ եթե սենց հեշտ տեսքի չկար, պետք էր ամեն դեպքում վերևինի լուծումները գտնել, ներքևինի լուծումները գտնել, հետո այս լուծումները տարբեր են, 4 մասի պետք է բաժանենք, այդ 4 մասերից 4 չէ՞, նկատի ունեմ 4 հատ լուծում կա։ Միջակայքերով, առանձին միջակայքերին 5 հատ մասի պետք է բաժանենք, հա։ Արդեն եթե ինչ-որ շատ դժվար դեպք է գալիս, սենց ատենցիալ, երկրորդ կարգի ատենցիալով հասկանանք, որ ասենք այս միջակայքում աճողա, նվազողա կամ ուռուցիկա, կոկավորա, այդ ձևով գրաֆիկները մաս-մաս գծվի, էլի։ Բայց տենց ուրիշ ավելի ուժեղ գործիք չեմ կարծում, որ կա։ Նման մի օրինակ կանենք, մյուս հանդիպմանն է երբ։ Հա, բայց մյուսը չգիտեմ, հələ պետք է ատենցիալն էլ անենք, մանրամասն, հետո ատենցիալով պարամետրական հավասարումներ կանենք, հետո նոր իմաստ կունենա ինչ-որ սենց օրինակի նայել է, բայց իրականում երբ որ տենց ենք գծում, մի քիչ ինքը շատ սենց մոտավոր գրաֆիկի տեսքը պատկերացնելու համար ենք, էլի գծելու, դրանով շատ բան չենք կարա լուծենք, ի վերջո լուծելու համար հետո հետ ենք տեղադրելու սենց որպես հավասարում լուծենք իրան, բայց ճիշտն ասած, ինչ-որ պահից սկսած, արդեն եթե այդքան գործ պետք է անենք զուտ գրաֆիկը կառուցենք, որ տեսքի շնորհիվ ինչ-որ մի բան հասկանանք, ինչ արժի լուծել, ոնց մոտենանք այդ խնդիրը լուծելուն, զուտ տեսքի համար հենա կոմպով ավելի հեշտ կարանք գծենք, էլի։ Այս կարգի շատ գործ իմաստ չկա անել զուտ գրաֆիկի տեսք պատկերացնելու համար։ Եթե իհարկե ինչ-որ քննության չենք, որտեղ կոմ չկա, բայց դե տեն ժամանակ էլ սենց իրավիճակ չի հանդիպի։ Քննությանը կարող հանդիպի սենց իրավիճակ, որը վախացնող է, բայց որ ձևափոխում ենք, տենում ենք, որ հեչ էլ վախացնող չի, էլի։ Մի քիչ ավելի վատ դեպքեր էլ կարան լինել։ Հա, մի քիչ կարան, բայց որ տենց երկրորդ կարգի ատենցիալով գրաֆիկը գծենք, չեմ կարծում էլի, որ օրինակ այդ կամավոր ատեստավորման թեստին տենց իրավիճակ պետքա որ չլինի։ Չէ՞։ Լավ, մերսի։